Հանրաշար Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր մայիսի 8-ն է, օրն ուրբաթ։ Հայաստանի Հանրապետությունում այսօրվանից պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, այն կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ին կլինի լռության օր, իսկ արդեն հունիսի 7-ին կկայանան ընտրությունները։ Հիշեցնենք, որ նախընտրական պայքարի մեջ է մտել 19 քաղաքական ուժ, 17 կուսակցություն եւ 2 կուսակցությունների դաշինք։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, 2 կուսակցություններից կազմված դաշինքների դեպքում 8%, իսկ ընտրողների թիվը 2,489,031 է։ Թե քաղաքական ուժերից որը որքան ակտիվ կամ պասիվ կմասնակցի քարոզարշավին կախված է ծրագրերից, նպատակներից, կարողություններից, հավակնություններից։ Գործընկերս կփորձի հեռուստադիտողներին հիշեցնել, որոշների պարագայում էլ ծանոթացնել քաղաքական պայքարի մեջ մտած կուսակցությունների հետ։ Ասում են, երբ քաղաքական գործիչները սկսում են ժողովրդին սեր խոստովանել, ուրեմն առջևում ընտրություններ են։ Առջևում ուղիղ 29 օր ու գիշեր ամեն ուր լսելու եւ տեսնելու եք նրանց։ Սկսվեց քարոզարշավը։ Ոմանք այն թատրոն կհամարեն, ոմանք շոու, ոմանք դիմակահանդես, ոմանք նույնիսկ անկեղծ խոսակցություն։ Միևնույնը դրանից եղելությունը չի փոխվի։ Ի վերջո, ով որտեղ կհայտնվի, կախված է նրանից, թե ինչ քարոզչական զինանոց ունի, ինչքան սեր կխոստովանի ու նույնիսկ ինչքան կհասցնի ցեղ շպրտել մյուսի վրա։ Մեր խնդիրն է տեղեկատվությունը զատելով կարծիքների ու մեկնաբանությունների բազմազանությունից օգնել ընտրողին կողմնորոշվել, հատկապես որ դեռ չկողմնորոշվածներ շատ կան։ Սկզբի համար նախ հիշեցնենք, թե ովքեր են այս անգամ դուրս եկել պայքարի, ըստ վիճակահանությամբ որոշված հերթականության։ Առաջին համարը ռեֆորմիստների կուսակցությունն է, ցուցակում առաջինը պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն է, երկրորդը կուսակցության հիմնադիր Վահան Բաբայանը։ Իդեպ հիմնադրվել է կուսակցությունը 10 տարի առաջ։ Մինչ այդ Բաբայանը եղել է Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ, 2017-ին ռեֆորմիստները պաշտպանել են Սերժ Սարգսյանին եւ Հանրապետականին, իսկ 2021-ին պահանջել են Փաշինյանի հրաժարականը։ Երկրորդը բոլորին դեմ եմ կուսակցությունն է, ցուցակում առաջինը Սպարտակ Գյուրեղյանն է, հիմնադրվել է կուսակցություն ընդամենը 3 ամիս առաջ։ Հասցրել են աչքի ընկնել նրանով, որ կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման են ներկայացել Մարվելի հերոսների արտասովոր հագուստներով։ Ընտրողներին, ովքեր բոլորին դեմ են, հուշենք, որ իրենց կարծիքը չնույնականացնեն այս կուսակցության անվան հետ, թեև դրանք նույն կերպ են հնչում։ Բոլորին դեմ քաղաքացիների եւ բոլորին դեմ եմ քաղաքական ուժի ընտրազանգվածները մաթեմատիկական տրամաբանությամբ տարբեր պետք է լինեն։ Երրորդը ուժեղ Հայաստան դաշինքն է։ Դաշինքում նույն անվամբ կուսակցությունն է ու եւս երկուսը՝ Նոր դարաշրջանն ու Միավորված հայերը։ Ցուցակում առաջինը Նարեկ Կարապետյանն է, ում հայրը Կարեն Կարապետյանը ժամանակին եղել է ազգային ժողովում հանրապետական կուսակցություն խմբակցության ղեկավարը, հետո նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը։ Նարեկ Կարապետյանի հորեղբայրն էլ հայտնի գործարար Սամվել Կարապետյանն է։ Հենց նա է համարվում այս քաղաքական ուժի առաջին դեմքը, բայց ըստ օրենքի չի կարող ոչ վարչապետի թեկնածու լինել, ոչ պատգամավոր։ Ուժեղ Հայաստանը համարվում է պրոռուսական քաղաքական ուժ, նաև հզորներից մեկը իր ֆինանսական կարողություններով։ Չորրորդը Հայաստանի շնորհապետական կուսակցությունն է, ցուցակը գլխավորում է Գուրգեն Սիմոնյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախկին գիտաշխատողը, նաև կուսակցության հիմնադիրն ու ղեկավարն է։ 2 տարի առաջ հիմնադրված կուսակցությունը այլընտրանքային քաղաքական ուժ է, արևմտամետ է, միաժամանակ դեմ է եւ ներկա եւ նախկին իշխանություններին։ Ու ձգտում է ստեղծել այնպիսի կառավարություն, որտեղ թե ներկաներից, թե նախկիններից ոչ ոք չի լինի։ Հինգերորդը նոր ուժ ռեֆորմիստական կուսակցությունն է, ցուցակում առաջինը կուսակցության ղեկավար Հայկ Մարությանն է։ Հիմնադրվել է քաղաքական ուժը 2 տարի առաջ, պաշտպանում է արևմտյան արժեքները։ Մարությանը, ով նախկինում Երևանի քաղաքապետն էր եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, հետագայում քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությանը եւ կոչ է արել նրան հրաժարական տալ։ Վեցերորդ միասնության թեվեր կուսակցությունն է, ցուցակում առաջինը Արման Թաթոյանն է, ով մարդու իրավունքների պաշտպանն է եղել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ։ Կուսակցությունը վերջերս է գրանցվել, իր արժեքներն ու մոտեցումները ներկայացնում է հետևյալ հաջորդականությամբ՝ արդարություն, խաղաղություն, իրավունքի գերակայություն, թափանցիկ պետություն եւ խելամիտ որոշումներ պոպուլիզմի փոխարեն։ 7-րդը խորհրդարանական գործունեության հարուստ փորձով Բարգավաճ Հայաստանն է, ցուցակում առաջին համարը Գագիկ Ծառուկյանն է։
Հիմնադրվել է կուսակցությունը 2004-ին, ներկայացված է եղել 4 գումարման խորհրդարաններում։ Նախորդ 2021-ի ընտրություններում չի անցել ազգային ժողով։ Համարվում է աջ կենտրոնամետ քաղաքական ուժ, պաշտպանում ազգային ավանդական արժեքները։ Կուսակցության ղեկավարը իր հսկայական միջոցներից բացի հայտնի է Բելարուսի նախագահի հետ ջերմ ընկերական հարաբերություններով։ 8-րդը ազգային ժողովրդավարական Բևեր համահայկական կուսակցությունն է։ Ցուցակը գլխավորում է Գևորգ Կարապետյանը։ Այս քաղաքական ուժը ձևավորվել է Սասնա Ծռեր համահայկական կուսակցության եւ մի շարք քաղաքական գործիչների միավորման արդյունքում։ Քաղաքական դիրքորոշումը հետևյալն է. Հայաստանը պետք է դուրս գա ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ կառույցներից եւ դառնա Միացյալ Նահանգների ոչ ՆԱՏՕ-ի անդամ դաշնակից երկիր։ Իսկ Արցախը համարում է Հայաստանի մարզ, մերժում է Արցախի դրոշը, քանի որ այն համարում է Արցախը Հայաստանից բաժանող գործոն։ 9-րդը Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցությունն է։ Ցուցակը գլխավորում է Արտակ Սարգսյանը։ Կուսակցությունը գրանցվել է 2 ամիս առաջ։ Ասում են ներկայ իշխանությունների ու խորհրդարանական ընդդիմության հետ չեն համագործակցի։ Նաեւ առանձին ուժերի ԲՀԿ-ի Ուժեղ Հայաստանի։ Նախընտրում են համագործակցությունը նոր ուժերի հետ։ Ասում են հավակնում են 30%-ից ավելի ձայներ ստանալ։ 10-րդը Հայ ազգային կոնգրեսն է, առաջին համարը Լևոն Զուրաբյանն է, թեև քաղաքական ուժի ղեկավար շարունակում է մնալ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ձևավորվել է քաղաքական ուժը 2008-ին, սկզբում 13 ընդդիմադիր կուսակցությունների դաշինք էր, բայց ամենահնաբնակներից է, քանի որ հանդիսանում է ՀՀՇ-ի իրավահաջորդը։ Անցած ընտրություններին հաջողություն չեն գրանցել։ Հիմա Զուրաբյանը համարում է, որ խաղաղություն բերող ամենամեծ ուժը իրենք են, իսկ այդ խաղաղությունը ինքնիշխան խաղաղություն է լինելու։ 11-րդը Հանրապետություն կուսակցությունն է Արամ Զավենի Սարգսյանի գլխավորությամբ։ Հիմնադրվել է կուսակցությունը 2001 թվականին։ Ընդգծված պրոարևմտյան ուժը, պրոռուսականության եւ ռուսական քաղաքականության ամենամեծ քննադատներից մեկը, ով ասում է ՀԱՊԿ, ԵԱՏՄ-ն, ԱՊՀ-ն հորինված ոչինչ չտվող կառույցներ են։ 12-րդը Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունն է Լևոն Շիրինյանի գլխավորությամբ, հիմնադրվել է 2021-ին։ Նույն տարվա ընտրություններին մասնակցել է դաշինքով, անցողիկ ձայներ չի հավաքել։ Նույնպես խիստ ընդգծված արևմտամետ ուժ է ու պրոռուսականության խիստ քննադատ։ Համոզմունքն է, որ Ռուսաստանը բոլոր հնարավոր միջոցներով գրոհում է Հայաստանի պետականության դեմ։ 13-րդը Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցությունն է, որի ցուցակի առաջին համարի Տիգրան Ուրիխանյանի գրանցումը մերժվել է։ Նա փաստաթուղթ չի ներկայացրել այն մասին, որ վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է հանդիսացել եւ Հայաստանում է բնակվել։ Ուրիխանյանը 2015-ին հիմնադրել է Ալյանսը, ընտրվել կուսակցության նախագահ։ Հետագայում ընտրվել է ազգային ժողովի падգամավոր Ծառուկյան դաշինքի ցուցակով, ապա ԲՀԿ ցուցակով, հետո արդեն անկախ падգամավոր է եղել։ 14-րդը ժողովրդավարական համախմբում կուսակցությունն է, որի ցուցակի առաջին համարը Սուրեն Պետրոսյանն է։ Հիմնադրվել է 2021 թվականին։ Ժողովրդավարական համախմբում կուսակցությունը սահմանում է հզոր պետությունը, անկախ հայրենիքը եւ ազատ անհատը, որպես իր գործունեության գերակայություն։ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների միջև բարեկամությունն ու խաղաղ գոյակցությունը համարում է անհնարին։ 15-րդը ԴՕԿ Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցությունն է, որի առաջին համարի Վարդան Ղուկասյանի գրանցումը նույնպես մերժվել է։ Հավակնությունները սակայն չեն թուլացել։ Սա ուժի պատասխանատվության եւ ազգային արժանապատվության համախմբման պատմական փուլ է։ Հաղթանակը լինելու է միասնական կամքի օրենքի դիկտատուրայի եւ պետական մտածողության հաղթանակը։ Սա կուսակցության շտաբի հայտարարությունն է։ 16-րդը քաղաքացիական պայմանագիրն է, գործող վարչապետի գլխավորությամբ։ Վարչապետին հաջորդող 5 տեղերը ցուցակում զբաղեցնում են արտաքին գործերի, առողջապահության, պաշտպանության, էկոնոմիկայի, արդարադատության նախարարները։ ՔՊ-ի ցուցակը ամենամեծն է՝ 293 անուն։ Անցած ընտրություններում ՔՊ-ն ստացել է ձայների մոտ 54%-ը, 71 մանդատ եւ սահմանադրական մեծամասնություն։ Ըստ սոցիոլոգիական հարցումների այս կուսակցությունը նաեւ հիմա ամենամեծ հնարավորությունները ունի ամենաշատ ձայներ հավաքելու։ Թեև 50%-ը գերազանցելու շանսերը ավելի ցածր են գնահատվում նախորդ ընտրությունների համեմատ։ Իշխող քաղաքական ուժին ներկայացնելու կարիք չկա։ Ամեն ինչ ամեն մեկի աչքի առաջ է։ Ուղղակի մարդկանց կարծիքները կարող են տարբեր լինել։
Համարներով հարևան են, բայց ոչ մի հարևանական հարաբերություններ չունեն ԿՊ-ն ու Հայաստան դաշինքը, որը 17-րդ համարն է։ Միմյանց ամենամեծ հակառակորդներն են։ Դաշինքը գլխավորում է եւ ցուցակում առաջին համարն է Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երկրորդը Իշխան Սաղաթելյանն է։ Դաշինքում հայ հեղափոխական դաշնակցությունն է եւ առաջ Աչակենտրոն կուսակցությունը, որը ի տարբերություն 136 տարվա պատմություն ունեցող ՀՅԴ-ի հիմնադրվել է 1-2 տարի առաջ։ Իդեպ 2021-ին Հայաստան դաշինքում ՀՅԴ-ի հետ մեկ այլ քաղաքական ուժեր վերածնվող Հայաստան կուսակցությունը, որը ստեղծվել էր այդ ընտրություններից 3 ամիս առաջ։ Հայաստան դաշինքը 2021-ին ստացավ 21% եւ 29 մանդատ։ 18-րդը հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությունն է, որի ցուցակը գլխավորում է Արման Բաբաջանյանը։ Կուսակցությունը հիմնադրվել է 2020 թվականի սեպտեմբերին, 2020-21 թվականներին Հայաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո պաշտպանել է վարչապետ Փաշինյանի արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը, ընդգծված արևմտամետ քաղաքական ուժ է, Եվրամիության անդամակցության կողմնակից։ Եվ 19-րդը Լուսավոր Հայաստանն է Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ։ 2018-ին ձևավորված խորհրդարանում երրորդ ուժը դարձած կուսակցությունը անցած 2021 ընտրություններում անցողիկ ձայներ չունեցավ։ Կուսակցության ղեկավարը падգամավոր է եղել նաև 2017-ին ձևավորված խորհրդարանում ելք դաշինքի կազմում, իսկ Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը զբաղեցրել է 2022-ից 24 թվականներին։ Այժմ դեմ է իշխող քաղաքական ուժին եւ բացառում է ցանկացած համագործակցություն Նիկոլ Փաշինյանի հետ։ Դեմ է Գյումրիի ընտրությունների սցենարին, իսկ այս ընտրապայքարը համարում է վարչապետական գզվռտոց։ Հայև ընտրապայքարի մեջ մտած քաղաքական ուժերի համառոտ պատկերը 19 կուսակցություն եւ դաշինք դեպ անցած ընտրություններին պայքարում էին 26 քաղաքական ուժեր, իսկ ընտրվեցին 3, այն էլ մեկը ոչ թե անցողիկ ձայներով, այլ օրենքի ուժով։ Հիմա թիվը 7-ով նվազել է, աճել է սակայն հայաստանյան ընտրությունների նկատմամբ աշխարհաքաղաքական հետաքրքրությունը։ Զինվեք համբերությամբ, հետևեք քարոզարշավին, կողմնորոշվեք եւ մասնակցեք ընտրություններին։ Նախ եւ առաջ այն դրամաբանությամբ, որ դա քաղաքացիական պարտք է, որ որոշիչ է ամեն մի ձայն։ Կարող եք ամենակիչը խոստումներ տվողին ընտրել, որ հետո քիչ հիասթափվեք։ Կարող եք շատ խոստացողին, որ հետո շատ քննադատելու տեղ լինի։ Սա կես լուրջ կես կատակ, ի վերջո քվեարկությամբ ոչ թե մեր ապագան ու իրադարձությունների ընթացքն ենք որոշելու, այլ այդ ընթացքը որոշողներին։ Արտակ Հովհաննիսյան, Հորիզոն։ Հանրային եւ քաղաքական դիսկուսում ատելության խոսքի, անձնական վիրավորանքների եւ թշնամանք հրահրող հրապարակումների գերներգործությունն է, որոնք նախընտրական շրջանում ավելի թիրախային են դառնում։ Սոցիալական հարթակներում այդ ամենը բաց ու անկառավարելի է։ Սոցիալական մեդիայի եւ լրատվամիջոցների պատասխանատվությունն է ավելանում, կարևորվում է տարբերակել քննադատությունը ատելության խոսքից։ Անհրաժեշտ է պատասխանատու մոտեցում ունենալ հրապարակվող մեդիա բովանդակության նկատմամբ, հստակ սահմանել խոսքի ազատության եւ իրավական պատասխանատվության սահմանները։ Այս թեմաների շուրջ էր երկխոսություն մեդիա կենտրոնում կազմակերպված փորձագիտական քննարկումը։ Սոցիալական մեդիայում, ինչպես նաև ավանդական լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվական հոսքի պայմաններում դժվար է ճանաչել ու վերահսկել հանրային խոսքի սահմանները։ Առցանց հարթակներ մտնող արտահայտությունները, մեկնաբանություններն ու կարծիքները չեն տարբերակվում ազատ խոսքի, քննադատության կամ ատելության խոսքի դրսևորումները։ Մեդիա փորձագետները խոսում են իրավական եւ մեդիա կարգավորման գործընթացների մասին։ Խոսքի ազատությունը չի ավարտվում, ուղղակի դրա փիլիսոփայությունն այնպեսին է, որ այն պիտի հավասարակշռվի պատասխանատվությամբ։ Եթե պատասխանատվության համակարգերը չեն գործում, դա այն բանի նկուղի սնգերի պես կարող է աճել, ծալել, ծաղկել, զորանալ, լցվել տաները եւ այլն եւ այլն։ Դրա համար կարգավորումներ են պետք։ Մեր երկրի օրենսդրությունը հատուկ բաժնով չի սահմանում ատելության խոսք։ Քրեական օրենսգրքի մեջ բազմաթիվ հոդվածներ կան, որոնք այս կամ այն չափով առնչվում են ատելության խոսքի պատասխանատվությանը եւ թերթերի են դրան։ Այդ ծայրից ծայր գրած կարդացած փաստաթղթում կան կետեր այն մասին, որ չի կարելի ատելության խոսք եւ այն։ Եվ դրա շրջանակներում հարթակները
ինչ որ գործիքներ են ներկայացնում, այդ թվում երբ դուք տեսնում եք ատելության խոսք, ցանկացած մարդ, ով տեսնում է ատելության խոսք, կարող է դա բողոքարկել, ներկայացնել report, եւ փորձից շատ դեպքերում այդ report-ները բավարարվում են եւ ատելության խոսք ներկայացնող մեկնաբանությունները, գրառումները կարող են ջնջվել։ Նախընտրական շրջանում թե հանրային քաղաքական լարվածության պայմաններում սոցիալական մեդիան եւ որոշ լրատվամիջոցներ հաճախ դառնում են ատելության խոսքի տարածման հարթակներ։ Դա արտահայտվում է ոչ միայն հրապարակվող նյութերում, այլև բաց մեկնաբանությունների բաժիններում, վիրավորանքների, թշնամանք հրահրող արտահայտությունների եւ ծայրահեղ գնահատականների տեսքով։ Մեդիա փորձագետների կարծիքով որոշ հարթակներ, բարձր դիտումներ եւ ակտիվություն ապահովելու նպատակով երբեմն չեն սահմանափակում նման բովանդակության տարածումը, ստեղծելով չվերահսկվող միջավայր ատելության խոսքի տարածման համար։ Գիտեմ, որ մարդիկ հակված չեն բացելու հոդվածը կարդալու եւ տեղադրում են կոնտեքստից դուրս վերնագրեր, ձևակերպումներ, որոնք բավականին ծայրահեղական են, բնականաբար մարդիկ նայելու են լուսանկարը, կարդալու են վերնագիրը եւ սկսելու են ինչ-որ բանավեճերի մեջ մտնել մեկնաբանությունների դաշտում, եթե ցանկանում են բացառել ատելության խոսքը, պիտի փորձեն ավելի կառուցողական ձևով տարածեն, այն նյութերը, որոնք որ պատրաստում են։ Ես շատ վաղուց համոզմունք ունեմ, որ անօրինական փողերով աշխատող եւ կառավարվող լրատվամիջոցները մեծ ճակերտավոր ներդրում ունեն ատելության խոսքի զարգացման եւ պահպանման հարցում։ Եւ եթե փորձենք պատկերացնել, որ սև փողերը կամ անօրինական փողերը ինչ-որ մի հրաշքով իշխանությունը չի անում, չի ուզում անել դա, հեռացվում է լրատվական համակարգից ընդհանրապես, ես կարծում եմ, որ ատելության խոսքի բոլոր դրսևորումների ծավալը զգալիորեն կրճատվելու է, որովհետև քիչ են լինելու այն անձնազոհ կամիկաձեները, որոնք անվճար կամավորաբար պիտի այդ աղբը արտադրեն եւ տարածեն։ Շատ դեպքերում սոցիալական մեդիայի որոշ հարթակներ ինքնուրույն եւ ավտոմատ սահմանափակումներ են կիրառում հայոյանքի, վիրավորանքի եւ զերծ տարածման նկատմամբ։ Մինչդեռ այլ հարթակներում նման կարգավորումներ չեն անում, դաշտը մնում է բաց։ Հետևանքում, խնդիրների դեպքում պատասխանատվության հիմնական բեռը հաճախ կրում է հենց լրատվամիջոցը։ Քաղաքական գործիչները քաղաքական գործիչ են, իրենք չունեն լրատվամիջոցի էթիկայի կանոնագիր, իրենք ամպլիֆիկատորի էֆեկտ պիտի չունենան, հասկանում եք, նույն Facebook-ը, որ իր կանոնագրերում ասում է, որ քաղաքական գործիչներին ես չեմ մոդերացնում, որովհետև ես ուզում եմ, որ մարդիկ իրենց քաղաքական գործիչների իրական պատկերը տեսնեն, բայց այլ լրատվամիջոցներին մետան պատասխանատվության ենթարկում է։ Խնդիրը նաև արհեստական բանականությամբ ստեղծվող մեդիա բովանդակությունը, որը հաճախ դժվար է բացահայտել եւ տարբերակել իրական տեղեկատվությունից։ Այն կարող է մոլորեցնել թե լսարանին, թե լրագրողին, հատկապես ընտրությունների նախաշեմին, երբ տարածվում են զսպարտող եւ մանիպուլյատիվ նյութեր։ Տեսալոսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություն կա, որի համաձայն լրատվամիջոցները պարտավոր են դա մակնիշել, Instagram-ի, Facebook-ի ներքին կանոնագրերով դուք պարտավոր եք մակնիշել, եթե դա արհեստական բանականությամբ է ներկայացված, եւ եթե դուք չեք մակնիշում ու մետան ինքն է հայտնաբերում, կարող է օգտահաշվի վրա դույժ գա։ Հիմա ցավոք սրտի այն պատուհանն է, որտեղ գրեթե լուծում չկա։ Այնուամենայնիվ, ահագին քաղաքական գործիչներ ծախողվել են թյուրիմացաբար մտածելով, որ ընտրությունները կամ կյանքը համացանցում է, Facebook-ում է կամ ինչ-որ մի տեղ է, հետո ցավոք դաս չեն առել, էլի, լուրջ դեմքով համարում են, որ եթե այսքան լայք կա իրենց գովազդների տակ, քաղաքական գովազդի բանի տակ, որ հաստատ անցած են, կրած են եւ այլն եւ այլն։ Հա, իսկ կերակնահատվում է համացանցային մեդիայի նշանակությունը։ Մեդիա փորձագետների մի խումբ գործարկման փուլ են բերել սոցիալական մեդիայում ատելության խոսք, վիրավորանք եւ հայոյանք պարունակող մեկնաբանությունների ու գրառումների ինքնակարգավորման միջոցով ջնջելու կամ թաքցնելու համակարգ։ Այն ունի տարբեր զգայունության աստիճաններ եւ կարող է արդյունավետ գործիք լինել հատկապես լրատվամիջոցների համար։ Գործիքը ավելի լայն օգտագործման համար է նախատեսված, օրինակ երեխաների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների, իրավապաշտպանների հարցերով զբաղվող կազմակերպությունների համար, որտեղ զգայունության մակարդակը բավականին բարձր պիտի լինի եւ որտեղ անգամ սարկաստիկ բնույթի մեկնաբանություններ չպետք է լինեն, այս process-ը մենք միշտ աջակցում ենք ու խորհրդատվությունը տրամադրում ենք, մեզ որոշ ԶԼՄ-ներ արդեն թիմել են ընտրությունների կոնտեքստում, որպեսզի մենք աջակցենք իրենց։ Ինքնակարգավորման մեխանիզմներն ու գործարկվող հավելվածները դեռևս չեն ապահովում ատելության խոսքի տարածման ռիսկերի լիարժեք նվազեցում։
Հիմնական շեշտը շարունակվում է դրվել զգոնության, ինչպես նաև քաղաքական եւ ոչ քաղաքական բովանդակության ստուգման ու կանոնակարգման վրա, մինչև դրա հրապարակումը կամ սոցիալական հարթակներում տարածումը։ Հասմիկ Թումասյան, Վահագն Վարակյան, Հորիզոն։ Միացյալ Նահանգների եւ Իրանի ուժերի միջև Հորմուզի նեղուցում փոխհրաձգություն է տեղի ունեցել, սակայն դրանից հետո Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը դա լուրջ էսկալացիա չի համարել եւ նշել է, որ հրադադարը պահպանվում է։ Թրամփը մայիսի 7-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների 3 ռազմածովային ականակիրներ հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցով անցնելիս, սակայն հաջողությամբ դուրս են եկել նեղուցից։ Միացյալ Նահանգների նախագահը նաեւ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները բանակցում է Իրանի հետ, իսկ հրադադարը դեռ ուժի մեջ է։ Ամերիկայի նախագահը կրկին սպառնացել է, եթե Իրանը համաձայնության չգա, լուրջ հետևանքների կբախվի։ Նա ասել է, որ նրանք պետք է հասկանան, որ եթե այն չստորագրվի, շատ դժվարություններ կունենան։ Ըստ Թրամփի, Իրանն ավելի շատ է ուզում ստորագրել այդ համաձայնագիրը, քան իրենք։ Դոնալդ Թրամփը մինչև հուլիսի 4-ը ժամանակ է տվել Եվրամիությանը առևտրային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները կատարելու եւ ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը վերացնելու համար։ Այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։ Այդ մասին նա գրել է Truth Social-ի հարթակում։ Եվրամիությունը խոստացել է կատարել իր պարտավորությունները եւ մաքսատուրքերը 0-ի հասցնել։ Ես համաձայնել եմ դրա համար ժամանակ տալ մինչև Միացյալ Նահանգների 250-ամյակը, կամ էլ ցավոք մեր մաքսատուրքերը կավելանան մինչև անհամեմատ ավելի բարձր մակարդակ, ասել է Թրամփը։ Նա նշել է, որ ֆոն դեր Լայենի հետ քննարկել է նաև Իրանի հարցը։ Նախագահը վստահեցրել է, որ ինքը եւ ֆոն դեր Լայենը համաձայնության են եկել, որ Թեհրանը երբեք չպետք է միջուկային զենք ստանա։ Մայիսի 9-ին հաղթանակի օրվա շքերթին ընդառաջ Մոսկվայում անվտանգության ուժեղացված միջոցներ են ձեռնարկված։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է, որ հաղթանակի օրը մշտապես անվտանգության միջոցներ են ձեռնարկվում, իսկ այս տարի հավելյալ քայլեր են իրականացվում հաշվի առնելով բավականին բարդ օպերատիվ իրավիճակը եւ Ուկրաինայից ահաբեկչական սպառնալիքը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ թե ուկրաինական, թե ռուսական կողմերը հայտարարել էին կարճատև հրադադարի մասին։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։